Անահիտ Սվարյան, Հանրային ռադիո։ Պարոն Ավինյան, անցյալ տարի նույն այս շրջանում ձեզ փոխանցել էինք մասնագետների մտահոգություններն այն մասին, որ եթե Երևանում կառուցվող նորակառույցները բոլորը սկսեն շահագործվել, կոյուղատարերը կարող են պարզապես չդիմանալ եւ դուք ասել էիք, որ ուսումնասիրություններ կանեք։ Ես ուզում եմ ճշտել, արվել են այդ ուսումնասիրությունները եւ ինչ արդյունքներ կան եւ ջրահեռացման համակարգի մասով վատթար ջրահեռացման համակարգը ամեն անգամ ապացուցվում է եւ երբ մի փոքր անձրև է գալիս, հաշվարկ կա, թե ինչ ու որքան ժամանակ կպահանջվի համակարգը գոնե կոլապսից հանելու համար եւ այս մասով արդյոք Veolia-ի հետ պայմանագրի վերանայում չի սպասվում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուզում եմ արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը 2022 թվականից սկսած երևի թե միակ սուբյեկտն է, որ սկսել է անդրադառնալ մեծ ծավալով մեր կոյուղատար եւ անձրևատար հեղեղատար համակարգերի նորոգմանը։ Արձանագրենք, որ այս համակարգերը մեր ենթակայության տակ չեն։ Այս համակարգերը պետական գույք են, մի մասը հանձնված է ջրային կոմիտեին, մի մասը հանձնված է Veolia ջրին։ Եթե այդպես շատ իրավական տեսանկյունից նայենք, Երևանի քաղաքապետարանը այդտեղ իրավական առումով շատ մեծ անելիք չունի։ Սակայն 2022 թվականից մենք մեծ ծավալով իրականացրել ենք այդ համակարգերի արդիականացում, մոտավորապես տարեկան 15 կիլոմետր։ Այս տարի արդեն կառավարության գործընկերների հետ քննարկումների արդյունքում նաև ստացել ենք պետական ֆինանսավորում, այսինքն սրանից առաջ միայն անում էինք համայնքային ֆինանսավորմամբ։ 9 կիլոմետր իրականացրել է պետական միջոցներով, 5 կիլոմետր իրականացվել է այս տարի Veolia ջրի միջոցներով եւ 1 կիլոմետր մենք մեր հրատապ ծրագրով ենք իրականացրել, այսինքն այս տարվա ծավալը նույնպես նախորդ տարիներին համարժեք է։ Մենք մոտավորապես Երևան քաղաքում ունենք չկոյուղացված 90 կիլոմետր հատված եւ ունենք հիմնանորոգման կարիք ունեցող 72 կիլոմետր հատված եւ ամեն տարի մենք այս 15 կիլոմետրը պահպանելով մեր հիմնական խնդիրները էականորեն թեթևացնելու ենք։ Ասեմ ավելին, այս տարի մենք ավելացրել ենք բյուջեն հրատապ լուծումներ պահանջող խնդիրների համար, որով որ մենք նույնպես կոյուղատար համակարգերի վթարների, որոնք որ անթիվ անհամար են, շաբաթական մոտավորապես կարող են հասնել մոտ 400-ի, մենք նույնպես Երևանի քաղաքապետարանը ունենալու է հնարավորություն արձագանքելու, այսինքն միայն Veolia ջրի այսպես ասած աշխատանքները չեն լինելու, այլ մենք էլ ենք նույնպես արձագանքելու բոլոր այն դեպքերում, երբ որ ինչ որ խնդիրը չի լուծվում կամ երկար չի լուծվում։ Բայց ես ուզում եմ խոսել նաև կենսապահովման ոլորտի մասին, որպես ընդհանուր, որովհետև վերջին 3 տարիների ընթացքում Երևան քաղաքում կենսապահովման ոլորտում արվել է այնքան աշխատանք, ինչքան երևի վերջին 20 տարիների ընթացքում գումարային միասին իրար հետ չի արվել, եւ մասնավորապես ձեր մատնանշած մասնագետների բարձրաձայնած խնդիրը, այսինքն նորակառույցների թաղամասերում, արդյոք մենք կարող ենք վստահ լինել, որ կենսապահովման ոլորտի հետ կապված, այսինքն ջրի, լույսի, գազի հետ կապված խնդիր չենք ունենա։ 3 տարի առաջ մենք շատ մեծ մտահոգություն ունեինք այդ մասով, որովհետև կարելի էր ասել այդ ժամանակ խնդիրը համարվում էր անլուծելի։ Հիմա 3 տարի հետո ես կարող եմ վստահորեն ասել, որ մեզ մոտ այդպիսի թաղամաս չկա, նորակառույց շենքերի թաղամաս չկա, որ կենսապահովման ոլորտի բոլոր կոմունիկացիաները հիմնական, գազատարները, ջրատարները, հոսանքը, չգիտեմ, ինտերնետը հասցված չլինեն։ Եվ իրականում դա մեծ ծավալի աշխատանք արվել է մեր գործընկերների հետ, կառուցապատողների միության հետ եւ իհարկե քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ համակարգման։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։